Երկու հարց ունեմ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր հետքը հետաքննություն է հրապարակում, որտեղ հերթական անգամ անդրադարձ է կատարվում, այո դուք չեք սխալվել, հերթական անգամ ես Անիֆից պետք է խոսեմ, անդրադարձ է կատարվում Անիֆի կողմից մի իրականացված մի ծրագրի, համաձայն որի 1.5 միլիարդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում են գրանցված եւ որի տնօրենը հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին եւ որոնք նաեւ համատեղ մեկ այլ կազմակերպությունում համասեփականատեր են, մասնաբաժն են, այսինքն նրանց կապը անհերքելի է եւ փաստ է։ Հիմա ծրագրի նպատակն էր կիբերանվտանգային ոլորտում մասնագետներ պատրաստելը։ Այսինքն Տիգրան Ավինյանը հանդիսանալով Անիֆի տնօրենի խորհրդի նախագահ իր կնոջ ընկերուհու ընդամենը 8 օր առաջ ստեղծված կազմակերպությանը փոխանցում է 1.5 միլիարդ դրամ կազմակերպություն, որն օֆշորում է գրանցված, իրականացնելու մի ծրագիր, որը որևէ արդյունք չի ունեցել, որևէ կիբերանվտանգության մասնագետ չկա, որևէ արդյունք չկա։ Հիմա ես երբ ամեն անգամ խոսում եմ սրանից, դուք գալիս ասում եք, հադե խայտարակություն ա եղել, շատ վատ բան ա եղել, տեսեք մեր ծնկներն ենք ծեծում դրա համար, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դրանից ինչ, կոռուպցիա, չէ, ձեզ համար կոռուպցիան երևի այլ պոսով կոչով կենտրոնի է, կոռուպցիան ուրիշ ինչ տեսք է ունենում։ Ես երկրորդ հարցը ուզում եմ նաև Ամուսարի հետ կապված հնչեցնել, ես եթե հնարավոր է մի քիչ ավելի երկար, հարցադրումը տամ։ Որոշում է կայացվել, որ Ամուսարը պետք է շահագործվի։ Չնայած բազմաթիվ մարդիկ արդեն նաև այստեղ նստած ասում են, որ դա հանցագործություն է, անթույլատրելի է Լենան Ազյանի ականջնել կանչի, հա։ Հիմա եթե դուք իշխանություն գալուց հետո 18 թվականից հետո $500,000 տվել եք հետազոտություն անելու համար, եւ որը չի փարատել բնապահպանական ռիսկերը։ Իսկ եթե փարատել է, եթե դուք պնդեք օրինակ որ փարատել է հետաքրքրությունը, հարց է առաջանում, թե ինչու է Ամուսարի շահագործումը հիմա իրականացվում եւ ոչ թե օրինակ 5, 6 կամ 7 տարի առաջ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ պարոն վարչապետ։ Լրացում դահլիճում հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան հարցի համար, ով ում երբ ինչու ինչքան դրա համար կան Հայաստանում ինստիտուտներ, այդ ինստիտուտները թող պարզեն, Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար եղել եւ շարունակում է մնալ առաջնահերթություն եւ չի դադարելու լինել առաջնահերթություն, սա առաջին հարցի մասով, երկրորդ հարցի մասով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իդեմս կառավարությամբ ունեն բաժնեմաս Ամուսարի նախագծում, այո, այդ թվում ձեր նշած հետազոտության արդյունքում բնապահպանական խնդիրներ են բարձրացվել, այդ բնապահպանական խնդիրները ավելի համապարփակ ենք ընկալել, այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ, այդ պատասխանները համարվել են վստահելի, ազդակիր համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական մեխանիզմներ եւ հետեւաբար կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է եւ տնտեսական առումով եւ սոցիալական առումով, շրջակա միջավայրի եւ բնապահպանական առումով վերահսկելի է եւ ստանդարտների մեջ է լինելու, այնպես որ գնացել ենք երկար ճանապարհով, այո, բայց ես չեմ կարծում, թե այս ժամանակը որ կորցե Ամուսարի պարագայում, սա այն դեպքերից են, որ ես կարծում եմ, որ ժամանակը ճիշտ է տևել է, բայց ժամանակը չի վատնվել, այս այն բացառիկ դեպքերից է, մենք տենց դեպք ունենք, որ պտտվում ենք, վերջում գալիս էլի նույն տեղն ենք կանգնում, ասում ենք, բա լավ, այսքան տարին ինչի համար ծախսեցինք։ Հիմա Ամուսարի դեպքը հենց այն դեպքն է, որ չենք պտտվել, գնացել ենք քայլ-քայլ հետևողական, հավասարակշռված, լսելով, ուշադիր լինելով, մտահոգություններին երկրորդ, երրորդ անգամ անդրադառնալով, Հայաստանի Հանրապետության
պետական շահերը սպասարկելով, Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված մտահոգությունները սպասարկելով, Հայաստանի քաղաքացիներին բաժնեմասով օժտելով, համայնքներին ֆինանսական կայուն եկամուտներով օժտելով։ Այնպես որ ամուսային նախագիծը իրականում շատ լավ նախագիծ է։ Արձագանք։ Ի տարբերություն անիֆի։ Այս ընթացքում գույքահարկը թանկացել է, շրջարկը թանկացել է, կարմիր գծերը թանկացել են, աղբանության գումարը թանկացել է, նույնիսկ սուրճի ապարատների համար տրվող գումարը բարձրացրել եք։ Թե բա հերոս հարկատու, թե բա հերոս հարկատու գումարը վճարեք, որ մենք ավելի լավ պետություն ստեղծենք։ Հերոս հարկատու գումարը վճարումը Տիգրան Ավինյանը 1.5 միլիարդ տանում տալիս է իր կնոջ ընկերուհուն, ով ուղղակի վատնում է այդ գումարը։ Հիմա հերոս հարկատուն սա ինչ որպես ինչ լսի, ինչ մեսիջ ստանա։ Իսկ այն ձեր արգումենտը, որ բա գիտեք, համապատասխան մարմինները քննություն են իրականացնում եւ այլն, հեչ համոզիչ չի, որտեղ արդեն գրեթե 3 տարի այդ քննությունը գնում է, մի հոգի ձևի համարը ճիշտ բառ չի, բայց ձևի համար մի հոգի գործի մեջ ներգրաված չի։ Ինչը նշանակում է, որ ուղղակի կասեցված է process-ը։ Հաջորդ ամուր սարի մասով։ Նորից եմ ասում, ինչ հետաքննության վրա, ինչ հետազոտության դուք հիմա կարող եք հղում կատարել, որը ապացուցվի, որ բնապահպանական ռիսկերը վերացված են։ Եվ երկրորդը, $150 միլիոն տրվել է կառավարության երաշխիքով բանկերից։ Այսինքն բանկը ինքնին պատրաստ չի եղել այդ գումարը տրամադրի ամուսայի շահագործման։ Նա ասում է կառավարություն, ինձ երաշխիք տուր, որովհետև ես այդտեղ ռիսկ եմ տեսնում։ Հիմա սա ինչի համար են բարձրացնում, որովհետև մենք տեսել ենք, որ անիֆով ձեր ղեկավարությամբ $70 միլիոն վատնվել է, բա որ վաղը մյուս օրն էլ գաք ասեք հարգելի հերոս հարկատու, $150 միլիոն էլ այս ծրագրով ենք վատնել։ Տիկին Գրիգորյան, նախ դուք իրավունք չունեք որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Եթե անմեղության կանխավարկածի հարց է, այդ թվում մեր երկրի հարազատ հանքարդյունաբերության հետ կապված, մի հատ բոքսի պերչաթկեքով մեկ կարտեր նստած մի չգիտեմ էլ ուրա։ Նրա անմեղության կանխավարկածի մասին մտածեիք, որը իմիջիալով ձեզ հետ էլ էին որոշ ձևերով կապում, մի հատ եթե տենց այդ ժանրով գնանք, մենք էլ կասենք, եկեք նայենք հələ հա գիտեք ինչ կապ ունի, մի խախտեք ոչ մեկի անմեղության կանխավարկածը։ Անուններ եք տալիս, որ տարել է, վերջը մարդկանց հետ գոր։ Հիմա ասում եմ, եթե տրամաբանությամբ գնանք, կգնանք ասում եմ, այդտեղ այդ բոքսի պերչաթկեքով նստած մի հատ բան կար։ Տենց ինչ բաներ էլի, ռեմբոներ, կոմանդոսներով էր։ Կգամ Իրան, հետո կմտնեմ, կկապեմ ձեզ հետ, կասեմ մամուլում բաներ կային, որ ձեզ հետ ինչ որ կապեր կար, այդ կապերը, չգիտեմ, BMW-ների մասին են խոսում, չգիտեմ, դա լավ ժանր չի, մի արեք դա։ Ես ասում եմ, որ կա պրոբլեմ, այո, ով է մեղավոր, ինչպես է մեղավոր, դրա համար երկրում կան ինստիտուտներ։ Երկրորդը գույքահարկը եւ մյուս հարկը, որ ավելացել է, այդ գույքահարկը այս են դեպքերից է, որ դուք կարող եք հանգիստ լինել, որովհետեւ այդ գույքային հարկերը կառավարության ոչ մի պաշտոնյա դրանից պարգևավճար չի ստանալու։ Այդ գույքարկը ամբողջը գնում է այդ քաղաքացիների համայնքային խնդիրները լուծելու համար։ Մի հատ էլ ծրագիր են կարել, մասնակցային բյուջե ենք ստեղծել, ասում են քաղաքացիներ ջան, այս փողը դուք համայնքով քննարկեք, որոշեք թե ինչի վրա եք ուզում ծախսեք։ Հարկերը ավելացել են, եկամտային հարկը ոչ մեկը չի ասում։ Եկամտային հարկը իջել է, եւ դուք ձեր կողքին նստած падգամավոր այն ժամանակ ցույց էին անում, որ ազգային ժողովի դիմացը մի անգամ հանդիպել եմ, որ ցույց էին անում, ասում են հայկը հարկերը ինչ եք իջեցնում։ Մենք էլ մի րոպե, մենք էլ այն ժամանակ ասում ենք հարգելի ցուցարարներ, ասում եք սոցիալական անհավասարություն է մտնում բանը եկամտային հարկը համահարթ դարձնելով։ Ասում ենք ձեր փաստարկը մենք լսում ենք, դրա համար ոչ մի մարդ աշխատավարձ ստանալով չի հարստանում։ Մարդու հարստությունը աշխատավարձի հետ չի կապված։ Մարդու հարստությունը կապված այլ եկամուտների հետ, որը կապվում է օրինակ առանձնատոների հետ եւ այլնի հետ, եւ մենք եկամտային հարկի համահարթեցումը կհավասարեցնենք գույքային հարկերի բաներով։ Այն ժամանակ ցուցարարներն ասում են, ոչ, չենք հավատում, դուք խափելու եք եւ այլն, եկան գույքահարկը լուծեցինք։ Հիմա ասում եք գույքահարկը ավելացել է։ Գույքահարկը ավելացել է, այդ գույքահարկով քաղաքացիների կարիքներն են հոգալու։
Հասկանում եք, եթե մենք դուրս ենք գալիս փողոց եւ տենում ենք աղբ կա, մենք պետք է մտածենք ոնց անենք, որ այդ աղբի հավաքման խնդիրը լուծվի։ Մենակ աղբի հավաքման խնդիրը չի, աղբը հավաքել ակետից բկետ տանելը չի, որովհետև աղբավայրից եթե դա չի մշակվում նորմալ, այդ աղբը հետ է պտտվում գալիս քաղաք, այդ աղբը քամու միջոցով հետ է պտտվում գալիս քաղաք, այդ աղբը դառնում է փոշի, այդ աղբը դառնում է բնապահպանական պրոբլեմ, արագիլների, կռունկների, սագերի եւ բադերի տեսքով հասկանում եք, սենց խնդիրներ կան։ Կարճ ասած, կյանքը այո, այդքան էլ պարզ չի։